Հունվարի 19-ից հայ հեռուստադիտողին սպասվում է նոր, լուրջ և խոստումնալից հեռուստանախագիծ։ Արմենիա հեռուստաընկերության եթերում կմեկնարկի Դիանա Գրիգորյանի նոր սերիալը «Գոյամարտ» խորագրով։ Անվանումն արդեն իսկ խոսուն է և ակնարկում է, որ այս անգամ հեռուստադիտողը բախվելու է ոչ սովորական պատմության, այլ խորքային, գաղափարական և լուրջ ասելիք ունեցող նախագծի։ «Գոյամարտը» խոստանում է դառնալ նոր խոսք հայկական սերիալ արտադրության ոլորտում թե որակական մոտեցմամբ, թե թեմատիկ ընդգրկմամբ։ Դիանա Գրիգորյանը բազմիցս նշել է, որ իր համար կարևոր է չկրկնվելը և յուրաքանչյուր նոր նախագծում նոր նշաձող սահմանելը։ Այս սերիալում ևս շեշտը դրված է նոր ասելիքի, ժամանակակից մոտեցումների և խորքային գաղափարների վրա։ Սերիալում հանդես կգան ինչպես արդեն հայտնի և սիրված դերասաններ ու դերասանուհիներ, այնպես էլ նորահայտ անուններ։ Սա Դիանա Գրիգորյանի սկզբունքային մոտեցումներից մեկն է, որին նա հավատարիմ է տարիներ շարունակ։ Նրա նախագծերը հաճախ դարձել են մեկնարկային հարթակ երիտասարդ դերասանների համար, որոնք հենց այսպիսի հնարավորությունների շնորհիվ են գտել իրենց տեղը հայկական կինոյի և հեռուստատեսության մեջ։ «Գոյամարտը» ևս բացառություն չէ։ Նոր դեմքեր, նոր էներգիա և նոր դերասանական բացահայտումներ են սպասվում։ Այս պահին սերիալի մանրամասները դեռ գաղտնի են պահվում, չեն բացահայտվում կերպարները, սյուժետային առանցքները, անգամ դերասանական կազմի ամբողջական ցանկը։ Ինտրիգը միտումնավոր պահպանվում է, ինչը միայն ավելացնում է հետաքրքրությունը։ Սոցիալական ցանցերում արդեն ակտիվ քննարկումներ են ընթանում։ Հեռուստադիտողները փորձում են գուշակել, թե ինչ թեմայի շուրջ է կառուցվելու սերիալը, ինչ պատմություն է այն պատմելու։ Օրեր առաջ «Գոյամարտ» սերիալի պաշտոնական ինստագրամյան էջում հրապարակվել էր հայտարարություն, որը նոր հարցեր ու ենթադրություններ էր առաջացրել։ Հայտարարությունից պարզ դարձավ, որ նկարահանումների համար փնտրվում են մարզված տղաներ։ Այս հանգամանքը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ։ Արդյոք սերիալը կապ ունի ռազմական թեմաների հետ, պատմական անցյալի, թե ազգային պայքարի գաղափարների։ Շատերը ենթադրում են, որ «Գոյամարտ» անվանումը կարող է ուղղակիորեն կապված լինել մեր պատմության, մեր անցած ճանապարհի, գոյության համար մղված պայքարի հետ։ Արդյոք սերիալը կանդրադառնա պատմական իրադարձություններին, ազգային ինքնության հարցերին, թե այդ թեմաները կփոխանցվեն ժամանակակից հերոսների ճակատագրերի միջով, ցույց կտա ժամանակը։ Մեկ բան ակնհայտ է՝ նախագիծը լինելու է լարված, էմոցիոնալ և մտածելու տեղիք տվող։ Դիանա Գրիգորյանի յուրաքանչյուր նոր աշխատանք սպասվում է առանձնահատուկ ուշադրությամբ, և «Գոյամարտը» ևս այդ շարքում է։ Հունվարի 19-ից հեռուստադիտողին սպասվում է նոր պատմություն, նոր պայքար, նոր հերոսներ և նոր փորձություն հասկանալու, վերապրելու և քննարկելու։ Ինտրիգը դեռ պահվում է, գաղտնիքները դեռ չեն բացահայտվել, բայց արդեն իսկ մեկ բան պարզ է՝ «Գոյամարտը» պարզապես սերիալ չէ, այլ փորձ խոսելու կարևորի մասին։ Իսկ ինչի մասին՝ կիմանաք շատ շուտով։ Եվ հենց այս անորոշությունն է, որ «Գոյամարտ» սերիալի շուրջ ստեղծում է առանձնահատուկ լարվածություն ու սպասում։ Հեռուստադիտողն արդեն սովոր է, որ Դիանա Գրիգորյանը նախագծերը չի սահմանափակում մակերեսային սյուժեներով։ Դրանք հաճախ անդրադառնում են մարդու ներաշխարհին, հասարակական խնդիրներին, արժեքների բախմանը և ընտրության ծանրությանը։ «Գոյամարտ» անվանումը կարծես խորհրդանշի ոչ միայն արտաքին պայքարը, այլև ներքին՝ մարդուն, մարդու դեմ, ճշմարտությունը կեղծիքի դեմ, հիշողությունը մոռացության դեմ։ Սերիալի մթնոլորտը, դատելով առաջին ակնարկներից, լինելու է ավելի խիստ, ավելի մուգ և ավելի լարված, քան նախորդ նախագծերում։ Այստեղ ամեն ինչ կարծես կառուցվում է պայքարի, գաղափարի շուրջ, պայքար ինքնության, արժանապատվության, անցյալի հետ հաշտվելու և ապագա կառուցելու համար։ Հենց այդ գաղափարական շերտն է, որ սերիալը կարող է դարձնել ոչ միայն դիտվող, այլ նաև քննարկվող ու վերլուծվող։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև թիմային աշխատանքը։ Լուրերի համաձայն, նկարահանման հրապարակում աշխատում են ոլորտի փորձառու մասնագետներ, սակայն միաժամանակ ներգրավված են նաև երիտասարդ ստեղծագործողներ, որոնք իրենց թարմ հայացքներով փորձում են նոր շունչ հաղորդել նախագծին։ Այս համադրությունը, փորձը, նորությունը կարող է դառնալ «Գոյամարտի» ամենաուժեղ և ամենամեծ ուժերից մեկը։ Հեռուստադիտողները սպասում են ոչ միայն ուժեղ դերասանական խաղի, այլև որակյալ պատկերների երաժշտական ձևավորման և ժամանակակից ռեժիսուրայի։
Այս ամենը ևս կարևոր դեր ունի պատմությունը ամբողջական և ազդեցիկ փոխանցելու համար։ Դիանա Գրիգորյանի նախագծերում երաժշտությունը, լռությունը, կադրի կառուցվածքը հաճախ նույնքան խոսուն են, որքան երկխոսությունները։ Մինչ այս պահը գոյամարտը շարունակական է և մնում է գաղտնիքների քողի տակ։ Յուրաքանչյուր նոր հայտարարություն, յուրաքանչյուր փոքր ակնարկ դառնում է քննարկման թեմա։ Իսկ հենց այդ սպասումը և հետաքրքրությունն էլ վկայում են մեկ բանի մասին՝ սերիալն արդեն իր մեկնարկից առաջ կարողացել է գրավել ուշադրություն։ Հունվարի 19-ից սկսվող այս նոր ճանապարհը խոստանում է լինել դժվար, լարված, բայց նաև հագեցած ու ազդեցիկ։ Գոյամարտը կարող է դառնալ այն նախագիծը, որը ոչ միայն կշարունակի Դիանա Գրիգորյանի ստեղծագործական ուղին, այլ նաև նոր էջ կբացի հայկական սերիալարտադրության պատմության մեջ։ Պայքարը դեռ չի սկսվել։ Այս նախագիծը պահանջում է կենտրոնացում, զգացմունքային ներգրավվածություն և պատրաստակամություն ընդունելու ոչ միշտ հարմար, բայց անհրաժեշտ ճշմարտություններ։ Դիանա Գրիգորյանը կարծես այս անգամ ընտրել է ավելի համարձակ ճանապարհ՝ խոսելու թեմաների մասին, որոնք հաճախ շրջանցվում են կամ ներկայացվում են մակերեսորեն։ Գոյամարտը խոստանում է այդ թեմաներին մոտենալ առանց զարդարանքի, ուղիղ, երբեմն ցավոտ, բայց անկեղծ։ Սերիալում սպասվում են կերպարներ, որոնք չեն տեղավորվի դասական, դրական կամ բացասական շրջանակներում։ Յուրաքանչյուրը կունենա իր պատմությունը, իր անցյալը, իր պայքարը։ Այդ կերպարները կարող են զայրացնել, հիասթափեցնել, հուզել կամ ստիպել վերանայել սեփական տեսակետները։ Եվ հենց դա է այն ուժը, որը սերիալը կարող է դարձնել իրական և հիշվող։ Չի բացառվում, որ գոյամարտը անդրադառնա սերունդների թեմային, անցյալի ու ներկայի բախմանը։